ինչ-որ բան պետք է։ Սկսել ամեն օր խմել։ Ես զգում էի, որ այս կինը տարօրինակ է դարձել։ Զգում էի, որ փոխվել է։ Իմ հետ գալուց հետո էլ չի հետաքրքրվում տնով, Նարեկով։ Առաջ ամեն ինչի մեջ խառնվում էր։ Հիմա սենյակից դուրս չի գալիս, տեղ էլ չի գնում։ Սկսել է խմել ամեն օր։ Առավոտներն էլ մի կերպ արթնանում, իսկ կինորն էլ լոգարանում։ Ամեն ինչից անկախ երևում է, որ այդ կինը տանջվում է, խեղճ կին, ինչքան է մտածում, որ Ես ձեր թողած բոլոր կոորդինատներով փորձել եմ գտնել ձեզ, բայց ես մի քանի կարևոր գործեր ունեի։ Լավ։ Եկեք հասկանանք ինչ կա։ Ինչ ունենք։ Կներեք, բայց ես մի փոքր հուզված եմ և անհամբեր, եկեք անցնենք բուն գործին։ Իհարկե։ Ձեր տված անազգանուններով կին և աղջիկ ոչ միտեղ չեն գտնում։ Բայց վերջին անգամ դուք ինձ խոստացաք, որ կփորձեք ուրիշ կերպ դուրս գալ հետքի վրա։ Մենք արդեն վաղուց հասկացել ենք, որ նման անուն ազգանող մարդիկ չկան։ Մենք հենց դա էլ փորձում ենք անել։ Պարզապես այս գործում ձեր օգնության կարիքն ունենք։ Լսեք, Ներեժան, ես բան չեմ հասկանում, խնդրում եմ ավելի պարզ խոսեք։ Ձեր կինն ու աղջիկը Հայաստանից հեռացել են 16 տարի առաջ։ 16 տարի առաջ նրանք անհետացել են։ Բայց հեռացել են Հայաստանից, թե ոչ դա փաստ չի։ Ուղղակի ես եմ այդպես մտածում, որ մենք կարող էին հեռանալ Հայաստանից։ Մենք մի կնոջ ու աղջկա մասին տեղեկություն ենք ստացել Հունաստանից։ Հունաստանից։ Եվ ինչ։ Ես ձեզ ոչ մի բան չասացի միջև այն պահը, միջև ստույգ ինֆորմացիա և ասելու բան ունենամ։ Մենք եղանք Աթենքում, բայց ցավոք նրանք այնտեղ չէին։ Մենք նաև եղանք այնտեղ, որտեղ նրանք ապրել էին, այդ տանը եղանք։ Նրանք են։ Չգիտեմ, այ հենց այստեղ որ պիտի օգնեք մեզ։ Ես ասեք ինչ պիտի անեմ ես։ Գիտեք, նրանք ունեցել են ուրիշ անուն ազգանուններ, բայց տանտիկինն ասեց, որ նրանք հայեր են, մայր ու աղջիկ, և Հունաստանում բնակվում են արդեն 10 տարուց ավել։ Մենք դեռ 7 տարի առաջ մի անգամ ինֆորմացիա ստացանք, որ Հունաստանում են, այն ժամանակ ուրիշ մարդ է զբաղվում այդ գործով։ Ես տեղյակ եմ։ Բայց հետո պարզվեց, որ սխալ ինֆորմացիա է, ում նորից Հունաստան։ Ես տեղյակ եմ գործի բոլոր մանրամասներին, բայց նրանք հետաքրքրվել են միայն Աթենքում։ Հիմա եթե փնտրեն Աթենքում, դարձյալ ոչ մի արդյունքի չեն հասնի։ Սպասեք, հիմա նրանք Աթենքում են, թե ոչ։ Նրանք գտնվում են Աթենքից հեռու։ Նավով մոտ 10 ժամվա ճանապարհ է։ Զագինտոս կղզում։ Տանտերերն ինձ ասացին, որ այդ կինը մոտ 40 տարեկան է և ունեցել է ողնաշարի հետ կապված խնդիր։ Խոսակցության ժամանակ ասել է, որ կղզի մեկնելուց առաջ պիտի գնա Աթենքում բժշկի մոտ։ Մենք գտանք այդ հիվանդանոցը և իմ գործընկերների և հիվանդանոցի օգնությամբ ճշտել եմ հասցեն, կղզու հասցեն։ Գիտեք, պարզվում է, որ այդ կինը ողնաշարի հետ կապված խնդիր ունեցել է նաև
ծննդաբերության ժամանակ եղել է ձեր կնոջ հետ նման դեպք։ Yeah.